մարմինը ցավում է, կոմերսանց վերջացած ամեն ինչ։ Չի պատկերացնում, ինչքան դժվար է, երբ դու մեկուսացված ես լինում հասարակությունից, մենակ մահն է սրանից հետո։ Երիտասարդ այս կանայք բանտում են հայտնվել թմրանյութ օգտագործելու եւ տարածելու մեղադրանքով։ Եթե 5 տարի առաջ այս հոդվածով 5 դատապարտյալ կար Աբովյան քրեակատարողական հիմնարկում, ապա այսօր նրանց թիվն ավելի քան կրկնապատկվել է, 12-ն են։ Մեծ այդ զրույցում այս 3 կանայք էլ ասացին, որ սարսափելի այդ ծուղակում են հայտնվել մեկ անգամ փորձելու գայթակղությանը չդիմանալու պատճառով։ Փորձը ցույց է տալիս, ու ես այդ հաստատ գիտեմ, որ հենց այդ մի անգամն է ու մտնում ես դրա մեջ, որովհետև երբ որ դու մի անգամ օգտագործում ես, դու ասում ես, դե մի անգամ արեցի, երբ ուզենամ էլ չեմ անի, լավ երկրորդն էլ անեմ, լավ երրորդն էլ, ու տենց գալիս է հասնում է այն կետը, որ դու սենց հետ ես նայում ու հասկանում ես, որ 12 տարվա օգտագործող, դու ամեն օր ասել ես ես վաղվանից էլ չեմ անելու, բայց չես կարացել էլ չանես։ Այս տարվա 8 ամիսների տվյալներով իրավապահների ջանքերով ավելի շատ թմրանյութեր են շրջանառությունից հանվել, բայց դրանց ապօրինի շրջանառության դեպքերը միևնույնն է աճել են։ Օրինակ նախորդ տարվա համեմատ այս տարվա առաջին կիսամյակում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերն աճել են 83%-ով։ Թմրամիջոցների հետ կապված հանցանքների ամենամեծ աճը եղել է 2018-ից 22-ը։ 4 տարում դեպքերն աճել են 158%-ով։ Վերջին 8 ամիսներին իրավապահները բացահայտել են թմրամիջոցներ վաճառող 15 հանցավոր խումբ եւ արգելափակել են դրանց վաճառքն իրականացնող 30 վիրտուալ հարթակ։ Ամեն տարի աճող այս թվերը մարդկային պատմություններ են։ Օրինակ, մեր հաջորդ զրուցակիցը չափահաս է դարձել բանտում։ Իմ զուգ ընկերը զբաղվում էր աճացնելով ու իրացումով։ Ես գիտեի, որ ինքը դրանով զբաղվում է, բայց ես չէի ուզում դրա մեջ մտնել, ես այն վաղ ոչ օգտագործում էի, ոչ էլ շատ վատ էի, ու ինքը ասեց, ես կարող եմ փորձել, համաձայնվեցի ու տենց մոտ մի 2 ամիս ամեն օր օգտագործում էի ու ինքը սկսեց ցույց տալ, ոնց է ինքը դա աճացնում։ Ինձ դա հետաքրքրեց։ Ու տենց մենք ընտանք դրա մեջ։ Ամեն օր սպասում է դատարանի որոշմանը, գիտի, իրեն սպառնում է 6-ից 12 տարվա ազատազրկում։ Ասում է միայն այս թվերն արտասանելիս մարմնում այնպիսի դող է զգում, ասես հոսանքահարվում է։ Չէի կարում նորմալ հաց ուտեի, ծնկներս էր ցավում, հոդացավերում էի, համարյա ամեն գիշեր լացում էի, ճիշտ չէի կարում ստա։ Ես ամեն սանկցիայի նիստին մտածում էի, որ հեսա տուն կթողնեմ։ Ու ես իմ ադը, սենց ասեմ, պրծնի։ Դու ստե հասկանում ես, որ բացի քեզանից ու քո ընտանիքից ոչ մեկ չկա այս աշխարհում։ Ընտանիքը ներել է աղջկան, սպասում է նրա վերադարձին։ Դա է նրան ուժ տալիս ապրելու։ Ընտանիք վերադառնալ է ուզում նաև մեր մյուս զրուցակիցը։ Հիմա ես որ հստակ կարամ մի բան ասեմ, երբ որ դուրս գամ ես քրեակատարողականից, կյանքում մտքովս նույնիսկ չի անցնի, որ մոտ գնամ, ու եթե կարողանամ ինչ-որ մեկ իրեն հետ պահեմ, անտարբեր չեմ անցնի։ Դեռ 2 տարի առաջ Հայաստանում թմրանյութերի հետ կապված հանցագործությունների թվերն այնքան մտահոգիչ էին, որ հարցը քննարկվել էր Անվտանգության խորհրդում վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ։ Անվտանգության խորհրդի մակարդակով տրվել են հանձնարարականներ։ ՄԱԿ-ի թմրամիջոցների եւ հանցավորության գրասենյակի 2024-ի զեկույցի համաձայն վերջին տասնամյակում թմրամիջոցների օգտագործման դեպքերն աշխարհում 20%-ով աճել է։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունում է, որ պատկերը Հայաստանում էլ է մտահոգիչ, բայց պնդում է, աճող թվերը նաև բացահայտման հետևանք է։ Այս ռազմավարական մոտեցման շրջանակներում մենք 2023-ը, երբ որ համեմատում ենք 2024 թվականի հետ, արձանագրում ենք, որ 24 թվականի ընթացքում ամբողջ իրավապահ համակարգի աշխատանքի եւ համագործակցության ինտենսիվացման արդյունքում ապոնի շրջանառությունից դուրս ենք բերել շուրջ 426 կիլոգրամ թմրամիջոց, որը շուրջ 200 կիլոգրամով ավելին է, քան 2023 թվականը։ Կարծում եմ այս տեմպով աշխատանքները շարունակելու պայմաններում կկարողանանք ավելի լավ արդյունքներ ունենալ։ Կառավարությունը հունիսին թմրամիջոցների դեմ պայքարի ռազմավարություն ընդունեց, ավելի քան 10 ուղղություններով։ Անազատության մեջ գտնվող մեր զրուցակիցները տեղյակ չեն վերջին տարիներին դրսում իրականացվող այս ծրագրերից, բայց այդպիսի խոստումներ ամեն տարի են լսել, ընդունում են, իրենք օրենքների խստացման հետևանքով են հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում, բայց կրկնում են, եղածը բավարար չէ։ Տեխնոլոգիաների զարգացման այս դարաշրջանում իրավապահները պետք է նաև վիրտուալ հարթակները վերահսկելու ավելի լայն հնարավորություններ ունենան։ Հատկապես, որ արագ գումար աշխատելու թվացial հնարավորությունը շատերին է հրապուրում։ Ունեի ֆինանսական խնդիրներ,
շատ դժվար փուլում էի կյանքիս, երևի գումար հայթայթելու համար այդ պահին միակ տարբերակը դա էի տեսնում։ 14 տարի առաջ այս հոդվածով Հայաստանում 626 դատապարտյալ է եղել։ Հաջորդ տասնամյակում թվերը պարբերաբար նվազել կամ մի փոքր ավելացել են։ Սակայն անցած տարի ցուցանիշը կրկին մոտեցել է ավելի քան 10 տարի առաջվա թվերին։ Մեկ տարբերությամբ 2024-ին մինչև 17 տարեկանների շրջանում դեպքերը եռապատկվել են, իսկ 18-ից 29 տարեկանների խմբում հասել աննախադեպ մակարդակի։ Իսկ ինչ են անելու այս կանայք ճաղերից դուրս, երբ պատիժը կրեն ու դուրս գան։ Մտավախություն ունեն, որ իրենցից բացի որևէ մեկի վրա հույս դնել չեն կարող, հատկապես գործատուները խուսափում են նրանց աշխատանքի ընդունել։ Ելունագործություն ենք սովորել, զարդերի հետ աշխատելու ունակություններ ենք ձեռք բերել հիմնարկում ու եթե մի քիչ ավելի շատ խորանանք, կարծում եմ բիզնեսի կարանք վերածենք։